Եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ, որպեսզի այսօր խոսեմ մի թեմայի մասին, որ նրանք ովքեր որ հոգևորներ են, իրանց համար հարազատ ասա։ Բայց ովքեր որ հոգևոր չեն, մարմնավոր են, իրանց համար ատելի թեմա է։ Ու ամեն դեպքում ես պետք է խոսամ այս թեմայի մասին։ Ես գիտեմ, որ մենք ապրում ենք այս երկրի վրա, որոշ բաներ կա, որոնց հետ հարմարվում ենք, որոշ բաներ կա, որոնց հետ հաշտ ենք, բայց Աստված ինքը ուզում է մի կարևոր բան, որ մենք առաջի հերթին հաշտություն ունենք հենց իր կամքի հետ, իր ուզածի հետ։ Գիտեք, երբ որ մարդը հիվանդանում է, ու այս մարդը հիվանդության ժամանակ, հիվանդության ընթացքում իրան համեմատում է առողջների հետ, ու այս մարդու վրա տրտունջ է գալիս։ Բայց երբ որ մարդը ինքը ճանաչում է Աստծո կամքը, ինքը հարմարվում է Աստծո կամքի հետ, հաշտ է Աստծո կամքի հետ, այս հիվանդությունը այս մարդու համար զորանալու միջոց է դառնում։ Անկախ նրանից մենք այսօր որ Աստծո տան մեջ ենք, եղբայրներ եւ քույրեր, եւ անկախ նրանից մենք այսօր ինչ կարողություն, ինչ հնարավորություն ունենք, ես կուզեմ որպեսզի համար առաջինը, որ մենք հաշտվենք Տիրոջ կամքի հետ։ Եթե դու հաշտվում ես Տիրոջ կամքի հետ, ուրեմն դու քո վրա ընդունում ես մի կարևոր բան՝ համաձայնություն Տիրոջ հետ ապրելու։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Սուրբ գրքից ուզում եմ միտեղ կարդամ, եղբայրներ քույրեր, որ գրված է Ղուկաս ավետարան առաջի գլուխ 76 համարում։ Ասեմ, որ սա այնտեղն է, երբ որ հրեշտակը Գաբրիել հրեշտակը կանգնել էր Զաքարիա քահանայի առաջին ու ասել էր, որ դու թեև ծեր ես, քո կինը թեև ծեր է, բայց Աստված ձեզ որդի է տալու։ Եվ քահանան ինքը չէր հավատացել այս խոսքերին։ Ու Գաբրիելը նրան ասել էր, քանի որ դու չհավատացիր այս խոսքերին, համար ես լինելու, մինչև որ զավակը ծնվի։ Ու երբ որ զավակը ծնվեց, Աստվածաշունչն ասում է, որ այդ օրը, որ ուզում էին զավակին անուն դնեին, ասում է Զաքարիայի բերանը բացվեց, լեզուն բացվեց ու ասեց Հովհաննես դրեք։ Ու այս անձնավորության վրա եկավ մարգարեության հոգի, ու այս անձնավորությունը հետևյալ մարգարեությունը արեց։ Գրված է Ղուկաս ավետարան առաջ գլուխ 76 համարում։ Եվ դու ով մանուկ Բարձրյալի մարգարե պիտի կոչվիս, որովհետև Տիրոջ երեսի առաջից պիտի երթաս նրա ճանապարհները պատրաստելու եւ նրա ժողովրդին գիտցնելու իրենց փրկությունը իրենց մեղքերի թողությունով։ 76-77 համարներն է Ղուկաս ավետարան առաջի գլուխ։ Զաքարիան ասում էր, որ իր որդի Հովհաննեսին, որ դու ով մանուկ Բարձրյալի մարգարե պիտի կոչվիս։ Պետք է գնաս Տիրոջ երեսի առաջից նրա ճանապարհները պատրաստելու եւ նրա ժողովրդին տասես գիտությունը, որ իրենց փրկությունը իրենց մեղքերի թողությունով է։ Եղբայրներ քույրեր, այսօր ուզում եմ խոսամ մեղքերի թողության մասին։ Ուզում եմ որոշակի մեջբերումներ անեմ Սուրբ գրքից։ Ու ամեն մեկս մեր կյանքին նայենք, մեր կյանքի հետ համեմատական տանենք, զուգահեռներ անցկացնենք, արդյոք ես ձեռք եմ բերել մեղքերի թողություն, կամ արդյոք իմ մեղքերս ներվել են։ Ու ասեմ, որ րոպե առաջ ասեմ, որ հնարավոր է երկու հոգի նույն մեղքը գործեն, մեկը ներվի, մյուսը չներվի։ Հիմա կարող է շատերը մտածեն ու ասեն, դա ոնց է հնարավոր, նույն մարդիկ նույն մեղքը գործել են ու հանկարծ մեկը ներվի, մեկը չներվի։ Ընթացքում դեռ կանրադառնանք սրան, եղբայրներ եւ քույրեր։ Բայց ես կուզեմ, որպեսզի այսօրվա այս խոսքերը ես դրա համար աղոթք եմ արել Տիրոջը։ Ու ես կուզեմ, որ այսօրվա այս խոսքերը իրոք որ դուք լսեք այս խոսքերին, որովհետև դա Աստծո խոսքից եմ ասելու։ Ճիշտ է, ես որոշ տեղ հավաքել եմ այս խոսքերը իրար վրա, բայց ամեն դեպքում Աստծո խոսքից է հավաքված այս խոսքերը։ Ու ես կուզեմ, որպեսզի ի շինություն մեզ բոլորիս մենք ուշադրություն դարձնենք այս ամեն ինչի վրա։ Ես ուզում եմ ձեզ համար կարդամ նաև մի տեղ, որ գրել է Հովհաննես առաքյալը։ Ուրեմն Հովհաննես առաքյալը Առաջի Հովանու 5-րդ գլխի 16 համարում ասում է։ Առաջի Հովանու 5-րդ գլուխ 16 համար։ Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի ու Աստված կյանք պիտի տա այն մահացու չեղած մեղք գործողին։
մեղք կա, որ մահացու է, չեմ ասում, թե նրա համար խնդրի։ Ամեն անիրավություն մեղք է, բայց մեղք կա, որ մահացու չէ։ Աստվածաշունչը ասում է, եղբայրներ եւ քույրեր, որ ասում է, որ եթե տեսնում է մեկը, որ իր եղբայրը ոչ մահացու մեղք է գործել, թող նրա համար աղոթք անի, Աստված կների նրան։ Բայց ասում է, մեղքեր կա, որ մահացու է, մեղքեր կա, որ մահացու չի։ Մի խոսքով ասած, Աստվածաշունչն ասում է, եթե տեսնում ես, որ եղբայրդ մահացու մեղք է գործել, նրա համար մի աղոթի։ Տեսնում ես, որ այն մյուսը մահացու մեղք չի գործել, նրա համար աղոթի։ Ասեմ, որ եղբայրներ եւ քույրեր հնարավոր է, նորից եմ ասում, երկու հոգի նույն մեղքը գործեն։ Մեկի համար դա համարվի մահացու, մյուսի համար չհամարվի մահացու։ Եթե այս թեման դուրները չի գալիս, ուրիշ թեմա ես խոսում։ Քեք ժպտում։ Տեսնում եմ, որ դուրները գալիս է։ Ու մի բոլորիս համար հարց է։ Արդյոք իմ գործածների մեջ մահացու կա։ Արդյոք իմ գործած մեղքերի մեջ կամ իմ գործածներից մեջ կա մահացու մեղք։ Ու ես այս հարցը տալիս եմ զուտ նրա համար, եղբայրներ եւ քույրեր, որ ավելի մեր հետաքրքրությունը շարժվի, որ մենք մեզանով ավելի զբաղվենք։ Ու լա տեսնենք, արդյոք իմ արարքներից մեջ կա մահացու բան, որ հանկարծ չլինի, որ ես այդ մահացու մեղքը գործեմ ու Աստծո կողմից ներում չունեմ, նույնիսկ իմ եկեղեցին, իմ քույրերը, իմ եղբայրները, իմ հարազատները, որոնց համար ես, չգիտեմ, էլի մեռնում եմ։ Հանկարծ իրանց աղոթնել իմ արարքների համար օգուտ չունենան։ Դե Հովհաննես առաքյալը հենց այդ էր գրում, որ եթե եղբայրը մահացու մեղք կա գործել, նրա համար մի աղոթի։ Եթե մահացու մեղք չի գործել, նրա համար աղոթի։ Նաև ուզում եմ Եբրայեցիս թղթերից մի հատված կարդամ, եղբայրներ եւ քույրեր, Եբրայեցիս 6-րդ գլուխ 4-րդ համարից, որտեղ որ Պողոս առաքյալը գրում է Եբրայեցիս 6:4, որովհետև աննար է մեկ անգամ լուսավորվածներին, որոնք երկնավոր պարգևի համը առան, Սուրբ Հոգուն հաղորդակից եղան։ 5-րդ խոսքը նույնպես, Աստծո բարի խոսքին ու գալու աշխարհի զորությունների համը առին, եւ 6-րդ խոսքը, որ եթե ընկնեն, նորից ապաշխարությունով նորոգվեն, որովհետև կրկին Աստծո որդուն խաչը կհանեն ու իրենց անձին կխայտառակեն։ Աստվածաշունչը ներկայացնում է, որ հնարավոր բան չի մեկ անգամ լուսավորվածներին, երկնավոր պարգևների համը առածներին, Աստծո Սուրբ Հոգուն հաղորդ եղածներին, վերջապես Աստծո զորությունների համը առածներին ընկնեն, նորից վեր կենան։ Եղբայրներ եւ քույրեր, այս համարները, որ կարդում ենք, ուղղակի ես էլ սկզբից ասեցի, հենց այս համարները ձեզ ներկայացնեմ, որ մի քիչ մենք ավելի նենց հետաքրքրվենք այս ուղղությունով, որ արդյոք իմ արարքներից մեջ բաներ կան, որ մահացու են, իսկ եթե մահացու են, այդ դեպքում իմ եկեղեցի գալս ինչ արժեք ունի, այդ դեպքում իմ ապաշխարելս ինչ արժեք ունի, եթե նույնիսկ եկեղեցու աղոթքը պետք է ինձ չօգնի։ Եվ ասեմ, որ եղբայրներ եւ քույրեր, ցավոք սրտի Պողոս առաքյալը ասում է, որ հիմա այլ լացով եմ ասում Քրիստոսի խաչի թշնամիների համար, որոնց վերջը կորուստ է։ Դա դրսինները չէին այդ խաչի թշնամիները, դրանք եկեղեցու ներսում էին այդ մարդիկ, եկեղեցու մեջ էին այդ մարդիկ, որոնց վերջը կորուստ էր։ Ու Հիսուսն էլ ասում էր, որ վերջի օրը շատերը կգան, կասեն Տեր, քո անունով դևեր ենք հանել, քո անունով մարգարեություն ենք արել։ Բայց ասում ես պետք է ասեմ, մի կողմ գնացեք դուք, որ ամենքդ մեղք եք գործում։ Հիմա եղբայրներ եւ քույրեր, ես ուզում եմ, որպեսզի մենք նայենք մեկ ուրիշ հանգամանք եւս։ Աստվածաշնչում եղան անձնավորություններ, որոնք որ ունեին իրանց վրա լուրջ մեղադրանքներ եւ Աստված անցավ այս անձնավորությունների կողմը։ Ինչ տեղի ունեցավ։ Առաջի անձնավորության մասին ես ուզում եմ, որպեսզի մենք հիշենք, ուղղակի չեմ կարդում տեղերը, ես կհիշացնեմ տեղերը։ Հոբի գիրքը։ Գրված է մեկ մարդ կար Հուս երկրում։ Այս մարդը կատարյալ էր, ուղիղ էր, Աստվածանից վախենում էր ու չարությունից էլ հեռանում էր։
Հասկանում եք եղբայրներ եւ քույրեր։ Բայց այս մարդու վրա մեղադրական եղավ։ Կատարյալ Աստծուց վախեցող, ուղիղ չարությունից հեռացող անձնավորություն, նույնիսկ ինքը իր հայտարարությունների մեջ այս խոսքերն էր ասում, որ ասում էր ես իմ աշկերիս հետ ուխտ եմ արել, կույսին ոնց պետք է նայեմ։ Այսինքն կույսին պետք է նայի ամենայն մաքրությամբ, ամենայն սրբությամբ։ Այս մարդու վրա մենք որ մարդկային տեսակետից նայում ենք, չկար ոչ մի մեղադրական։ Բայց սատանան մեղադրական գտել էր։ Աստծուն գնաց ասես, գիտես, դու նրան օրհնել ես, հարուստ մարդ է, ամեն ինչը օրհնյալ, բախի պետք է քեզ չպաշտի որ։ Դեր կանրադառնանք սրան։ Երկրորդ անձնավորությունը գրված է Զաքարիա 3-րդ գլխի մեջ։ Դա քահանա Հեսուի մասին է, որ կեղտոտ շորեր ուներ այս մարդը։ Եվ գրված է այդ գլխում, ուղղակի չեմ կարդում, Զաքարիա 3-րդ գլխում, ասում է, որ տեսա կանգնած էր մեծ քահանա Հեսուն ու նրա կողքին Սատանան ու չարախոսություններ անում, Սատանան, որովհետև Հեսուի հանդերձները կեղտոտ էին, ու ասում է, ձայն եղավ, որ հանեցեք դրա կեղտոտ հանդերձները, մաքուր շորեր հագցրեք դրան, ու ասում է Հեսուն մաքուր շորեր հագած, կանգնեց ու ասում է գլխին խույր դրեցին, վերջապես մարդը շարունակեց իր ծառայությունը։ Դարձյալ մեղադրական կար այս մարդու վրա, որ այս մարդը ինքը հանդերձները կեղտոտ էր։ Բայց մենք տեսնում ենք Աստծու մոտեցումը։ Կեղտոտ հանդերձները հանել տվեց, մաքուրը հագցրեց։ Եվ երրորդ դեպքի մասին ես ուզում եմ կարդամ ձեզ համար Հուդա առաքյալի թղթերի մեջ, որ գրված է Հուդա այդ մի գլուխն է 9-րդ խոսքում։ Ասում է, բայց Միքայել հրեշտակապետը, երբ սատանային դեմ դնելով Մովսեսի մարմնի համար կվիճեր, չհամարձակվելով հայության դատապարտություն բերել նրա վրա, հապա ասես Տերը հանդիմանի քեզ։ Երրորդ անձնավորությունն էլ սա Մովսեսն էր, որի վրա կար մեղադրական ու սատանան ուզում էր, որպեսզի, քանի որ Մովսեսը մեղք ուներ իր կյանքի մեջ, Մովսեսի մարմինը պատկանում է ինձ։ Բայց ասում է Միքայել հրեշտակապետը պատերազմում էր ու ասավ ու գրված է, որ չուզեցավ հայության դատապարտություն բերի նրա վրա, ասես թող Տերը քեզ հանդիմանե։ Եղբայրներ քույրեր, այս երեք անձնավորությունների մասին ես ուղղակի համառոտ ուզում եմ ասեմ, բայց անդրադառնանք այն առաջին մտքերին անձնավորություններ, որոնց մեղքերը չներվեցին։ Անանիա եւ Սաֆիրա, այնտեղ Աքար կար, ու դեռ մի քանի անձնավորություններ կար, որոնց մասին ես կխոսեմ։ Եղբայրներ եւ քույրեր, գիտեք, հոբ ինչ է նշանակում։ Հոբ նշանակում է աղաղակող, այսինքն աղոթող, Աստծուն ձայն բարձրացնող։ Մովսես գիտեք ինչ է նշանակում։ Ջրից ծնված, այսինքն վերեսնին ծնված, Աստվածանից ծնված, Աստծու խոսքից ծնված։ Իսկ Հեսու գիտեք ինչ է նշանակում։ Եհովան պիտի փրկի։ Այս իրեք անձնավորություններին, որ նայում ենք, թե աղոթողը, թե Աստծուց ծնվածը, եւ թե Աստծո փրկությանը հնազանդվողը, տրվողը Աստծո փրկությանը իրանց համար թողություն եղավ։ Թեև իրանց վրա կային լուրջ մեղադրանքներ, մեկի հանդերձներն էր կեղտոտ, մեկը նախատել էր Աստծո ժողովրդին, ու այդ պատճառով Քանանի երկիր չմտավ, որը որ Մովսեսն էր, բայց այս մարդը քանի որ վերստին ծնված անձնավորություն էր, Աստվածանից ծնունդ ուներ, Աստված այս անձնավորությանը ողորմություն արեց։ Եվ այն մյուսն էլ արդեն Հոբն էր, որի մասին մենք որոշակի զրուցեցինք, որ այս մարդը աղոթքի մարդ էր, աղաղակող մարդ էր։ Բայց Աստվածաշնչում եղան անձնավորություններ, որոնց որ թողություն չեղավ եղբայրներ եւ քույրեր։ Կոնկրետ ասեցի Անանիայի Սաֆիրայի պահով, ասեցի Աքարի պահով, ես մի սուր գրքից մի տեղ եմ ուզում կարդամ, ու լա տեսնենք, որ անձնավորություններն են, որոնք որ համարվում են մահացու մեղքեր գործողներ։ Կարդամ, ու լա տեսնենք, արդյոք իմ գործածս մահացու է, թե մահացու չի։ Գրված է Թվոց 15-րդ գլուխ 27 համարից։ Թվոց 15-րդ գլուխ 27 համարից։ Ասում է, եթե մի անձ
Սխալման մեղ գործ է։ Այն ժամանակ մեղքի պատարագի համար 1 տարեկան էկ այս բերի եւ քահանան քավություն թողանի ակամա մեղ գործող անձի համար։ Երբ Տիրոջ արչեւ ակամա մեղ գործ է, նրա համար քավություն թողանի ու նրան թողություն թող լինի։ Ակամա մեղ գործողը Իսրայելի որդներից բնիկ լինի, թե նրանց մեջ պանդխտացած օտարական։ Մեկ օրենք են ունենալու։ Մի ուշադիր լսեք, եղբայրներ եւ քույրեր։ 30 համարն է արդեն։ Բայց այն անձը, որ հանդգնության բան մկանի, այս թարգմանության մեջ գրված է բարձր ձեռքերով, հա։ Էլի հանդգնությամբ, հա։ Ասում է, բայց այն անձը, որ հանդգնությամբ բան մկանի, երկրի բնիկ լինի կամ օտարական, նա Տերը կնախատի ու այն անձը իր ժողովրդի միջից պիտի կորսվի։ Տիրոջ խոսքը արհամարելու, նրա պատվիրանը զանց անելու համար այն անձը անշուշտ պետք է կորսվի, նրա անօրենությունը իր վրա պիտի լինի։ Սա գիտեք որ անձն է։ Ասում է, եթե մեկը սխալման մեղ գործի, սխալման այսինքն ոչ դիտավորությամբ, չուզենալով, դեպի մարդը անես մի հատ դրության մեջ հայտնվել, որ չգիտեմ էլի թույլ է տվել ինչ-որ մեղ, չեմ ասում գնացեք արխային այդ դրությունների մեջ գործեք, չէ, գնացեք պատերազմեք, որ չգործեք, Սուրբ Գիրքը ասում է արյուն թափելու չափ հակառակ կեցեք մեղքին։ Բայց եթե մեկը ինչ-որ մի ձևով ինչ-որ հայտնվել է մեղքի մեջ, ընկել է մեղքի մեջ, ասում է թող 1 տարեկան եք այս բերի գնա քահանայի մոտ զոհանի եւ քահանան թողություն տա նրան, քավություն տա նրան, ու սա իրան թողություն կհամարվի։ Եվ շարունակում է, բայց այն անձը, որը հանդգնության մեղք կա գործում, Աստվածաշունչն ասում է, որ այդ անձը պետքա կորսվի։ Պետքա կորսվի, բնիկ լինի, թե օտարական լինի։ Մի ավելի պարզացնեմ եղբայրներ եւ քույրեր։ Գիտեք, Աստվածաշնչում հենց անմիջապես այս դեպքից հետո գրված է մի մարդ շաբաթ օրը գնացել էր ցախ հավաքելու։ Երևի այդ պատմությունը գիտեք արդեն։ Գնացել էր ցախ հավաքելու, եկան Մովսեսին լուր բերեցին, ասեցին Մովսես ջան, ասեցին. Այս մարդուն մենք բռնել ենք շաբաթ օրը ցախ է հավաքում։ Դու հրաման էիր տվել, Աստծո կողմից պատգամ կար, որ շաբաթ օրը հանգստության օր է, ոչ մեկը ոչ մի գործ պետքա չանի։ Բայց այս մարդուն մենք բռնել ենք, մի ինչ անենք։ Մովսեսն ասավ, ես հիմա ոչ մի պատասխան չունեմ։ Բերեք այդ մարդուն, մենք բանտարկենք, տեսնենք Տերը ինչ կասի։ Բերեցին այդ մարդուն, բանտարկեցին, Մովսեսը Տիրոջը հարցում արեց, Տերը պատասխան տվեց։ Բանակից դուրս հանեք քարերով խփեք, թող այդ մարդը մեռնի։ Մի առաջ հայացքից մտածում ենք, որ մարդերը մի երեխեքը սոված էին, գնացել էր ցախ իրավական բերեր, մի աման ես չգիտեմ, բրենզով մի հատ բան սարքեր, այս երեխեքն ուտեին։ Գիտեք, մենք կարանք այս վիճակը արդարացնենք տվյալ մարդու համար։ Բայց իրականության մեջ դա թենչ չի եղել, եղբայրներ եւ քույրեր։ Որովհետեւ անմիջապես դրանից վերև ասում է անձը հանդգնությամբ մեղք կա գործում։ Դա նշանակում է, որ այս մարդը կանգնել է մեղք գործելուց առաջ ասել է Մովսեսնով է, որին առաջ պայման ա դրել շաբաթ օրը անեմ թե չանեմ։ Ով է Մովսեսը։ Այդ նույն հայտարարությունն արեց Մովսեսի քույրը, այդ նույն հայտարարությունն արեց Մովսեսի եղբայրը Ահարոնը, այդ նույն հայտարարությունն արեցին Կորխը, Դաթանը, Աբիրյոնը, ինչքան մարդիկ կան, որ արեցին, չէ՞ նման հայտարարություններ։ Սա հանդգնությամբ մեղք գործել է, եղբայրներ եւ քույրեր։ Հակառակությամբ մեղք գործել է։ Գիտեք, մարդկա մեղք է գործում, ասում է սխալվել եմ, էլի։ Բարձրացել է տաճարը աղոտ քանում Հիսուս ջանների ինձ մեղավորույս։ Բայց մարդը կա մեղք է գործում, ասում է լավ եմ արել։ Հասնում էր դրան։ Գիտեք, սենց կներեք էլի, որ այս տոնով եմ ասում, բայց կան մեղք գործողների տարբերություններ։ Թվոց 25-րդ գլխում մի դեպք կա գրված։ Ասում է Իսրայելը եկավ Սատիմի մեջ, դա անապատ մեջ մի հատ վայր էր։ Ու ասում է Իսրայելը մեղանչեցին Տիրոջ առջև։ Ասում է Մովաբացիները, ասում է իրանց կանանց ուղարկեցին իսրայելացիների մոտ։ Ու Մովաբը գիտեք ով էր։
Մովաբը դա Ղովտի սերունդներ, Ղովտի մեծ աղջկա սերունդներ, գիտեք երևի Ղովտի պատմությունը։ Դա նրանց սերունդներ, որ օտար չէր Իսրայելին, արյունակից էր, հարազատներ էին իրանք, բայց ուղարկել էին մեկ նպատակի համար, իրանց կանանց ուղարկել էին Իսրայելի տղամարդկանց մոտ, որպեսզի սովորացնեն նրանց կռապաշտության տանեն։ Ու ասма Իսրայելը դրանից հետո Բելփեգովրին հարեց, ու ասма այդ օտար աստվածներին սկսեցին զոհեր անելը։ Ու գրված Աստվածաշնչում, որ Մովսեսը կանգնած լաց էր ելնում, ողբ էր անում, արտասվում էր, արցունք էր թափում Մովսեսի հետ Ահարոններ, Ահարոնի որդի Եղիազարներ, Եղիազարի որդի Փենեհեսներ, կանգնած ասма խորանի առաջին իրանք լաց էին ելնում, թվոց 25-րդ գլխում է գրված այդ մասին։ Ու ասма իսրայելացիներից մեկը գնաց մի հատ Մադիանացի, իսկ Մադիանն էլ դա Քետուրայի, էլի Աբրահամի սերունդից էր, Քետուրայի որդիներից մեկն էր։ Աբրահամը Սարայից հետո 6 որդի էլ ունեցավ, դրանցից մեկը Մադիանն էր, ու սրա սերունդից ասма գնաց մի հատ կնոջ բերեց, Մովսեսի, Ահարոնի, իրանց աշկի առաջին տարավ մտցրեց վրանը։ Ասма Փենեհեսը ասма բարկացավ, գեղարդը վերցրեց, մտավ վրանը, երկուսն էլ խոցեց, երկուսն էլ մեռան, Տիրոջ բարկությունը կանգնեց։ Եղբայրներ եւ քույրեր։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի մենք տարբերությունը տեսնենք։ Այս մարդը շնություններ գործել, Դավիթն ավելի բեթար շնություններ գործել։ Նա ոչ միայն շնություններ գործել, նույնիսկ այդ կնոջ մարդուն սպանել էր տվել։ Հասկանում եք։ Բայց Դավիթը ներվեց, սա չներվեց։ Ինչի՞։ Որովհետև Դավիթը հանդուգն չէր։ Նա հանդգնությամբ չէր արել։ Նա արել էր, հետո զղջացել էր։ Արել էր, հետո փոշմանել էր։ Արել էր, հետո իր գլխին խփել էր, ասել էր, որ մեղ գործեց, իր կուրսքը ծեծել էր, ասել էր, որ ես մեղ գործեցի։ Բայց Աստվածաշունչը ասում է, որ մարդիկ կան, որ հանդգնությամբ մեղք են գործում։ Գիտեք, դա հեռու չի մեզանից, եղբայրներ եւ քույրեր։ Գուցե ոմանք բարկությունից, գուցե ոմանք հակառակությունից, գուցե ոմանք, ես չգիտեմ ինչից, նման մեղք են գործում ու որ հարցնում ես ասում են լավ եմ արել։ Մենք պետք է մեր խոսքերին զգուշություն անենք։ Մեղք էր գործել Մաքսավորը, բարձրացավ տաճարը աղոթքի։ Նա չասավ Տեր Աստված, տեղս ներ ուրիշ ճար չունեի։ Ասավ ների ինձ մեղավորիս, ուրիշ ձևի չասեց։ Ինչքաններս կանք, որ գնում ենք խոստովանության ու գնում ենք մեր եւ հարևանի վեճը պատմում ենք, բայց իրականության մեջ հարևանն ենք մեղադրում։ Եթե հարևանն էր մեղավորել, խես գնացե խոստովանության հետ, ով որ խոստովանությունա վերցնում քիզանց նրա ժամանակն էլ վատնում։ Թող հարևանդ գնա խոստովանվի, դու խես գնում։ Հասկանում եք եղբայրներ եւ քույրեր, հաճախ մենք գնում ենք մեզ արդարացնելու համար։ Ոչ թե զղջալու, ոչ թե գլուխ խոնարհեցնելու, ոչ թե իջնելու համար։ Գնում ենք մեզ արդարացնելու համար։ Ես ուզում եմ, որպեսզի մենք սա լավ իմանանք։ Ժամանակը վերջանում է, բայց ասեմ հետեւյալը եղբայրներ եւ քույրեր, որ եթե մեղք ես գործել, Աստված քո առաջ ճանապարհ է դրել, այդ մեղքից դուրս գալու, դա զղջումն է, դա խոստովանությունն է, դա որոշումն է, որ թողնեմ մեղքս ու այսուհետև չդառնամ դրան։ Եթե այս 3 բանը կա քո կյանքիդ մեջ, քո մեղքդ մահացու չի։ Բայց եթե մեղքը գործում ես հակառակությունից դերթված, բայց եթե մեղքը գործում ես, դրանից հետո ասում ես լավ եմ արել, նրան պետք էր որ թենց անեի, դա մահացու մեղք է։ Թող Տերը մեզ ողորմություն անի։ Ես հետևյալ կոշտ եմ անում եղբայրներ եւ քույրեր, որ եթե մեղք են գործում, մենք ճանապարհ ունենք, այդ մեղքից հետո դուրս գալու։ Պատկերացրա երկու զավակ ունես, երկու որդի ունես, հանձնարարություն ես տալիս։ Գնում եմ աշխատանքի կամ տնամ բաղ չեմ փորել եք։ Գալիս ես տեսնում ես չեմ փորել։ Բայց մեկը պարկա շմուշկայա չրթում, այն մեկն էլ գալիս ասում է ման, պապ կներես չեմ արել։ Որ մեկին կներես, որ մեկին կպատժես։ Դու որ մարդ ես տենց ես մտածում, բա որքան առավել Աստված։ Եղբայրներ եւ քույրեր, Աստված ընդունում է նրան, ով խոստովանվում է, ով թողնում է, ով որոշում ունի այլևս մեղքին չեմ ծառայելու։ Աստված նրան թողություն է տալի, նրա համար քավություն կա, բայց նա ով մեղք է գործում,
եւ ոչ թե որոշումը, նա որ մեղք է գործում ու հայտարարում է, որ լավ եմ արել, այս ձևի անձնավորությանը թողություն չկա, ինչպես որ այդ ցախավակող անձնավորություններ կամ ինչպես որ այն անձնավորություններ, որ այդ մովաբացի կնոջ հետ մտել էր վրանը, կամ այն անձնավորություններ ակարը, որ ոսկի լեզու էր վերցրել, բաբելոնական վերարկու էր վերցրել եւ 50 սիկը ղարծաթ էր վերցրել, կամ Անանյան ու Սաֆիրան եւ սրանց նման շատ ու շատ անձնավորություններ։ Եղբայրներ եւ քույրեր, եթե մեղանչում եք, ճանապարհ ունեք, խոստովանվեք, թողեք ձեր մեղքերը, որոշում կայացրեք, որ այլևս մեղքին չեմ ծառայելու եւ այս ամենը արեք զղջումով։ Եթե այսպես է, Աստված թողություն է տալի։ Նաև պետք է մենք աղոթք անենք մեր բոլոր հոգսերի ու կարիքների համար։ Այստեղ ընդամենը մի հատ նամակ կար, մի քույրիկ ոսկի քույրիկի համար խնդրել են աղոթք անարվի, որովհետև վաղը պետք է իրան վիրահատեն։ Ասում են քույրիկը խնդրել է, որ իր համար աղոթք անենք, առողջականը լավ չի։ Նաև ունենք բոլորս էլ հոգսերի ու կարիքներ, բայց ես կուզեմ մի հատ կարևոր հոգսի մասին ասեմ, եղբայրներ եւ քույրեր։ Դուք ընտանիքներ ունեք։ Ձեր ընտանիքներում անհավատներ շատ կան։ Չապաշխարողներ կան։ Այն արքայությունը քեզ համար կարծում եմ արքայություն չի լինի, որ դու մտնես դրախտ, բայց իմանաս, որ քո ընտանիքդ չի արժանացել դրախտին։ Աղոթք արեք ձեր զավակների համար։ Հիսուսն էլ էր ասում աղոթք արեք ձեր եւ ձեր զավակների համար։ Աղոթք արեք ձեր զավակների համար, ձեր ընտանիքների անդամների համար, ձեր չապաշխարողների համար, թող Աստված ողորմություն անի։ Օ, հալելույա։